Ողջույն բոլորին, այսօրվա թեման ժամն է, ինչպես ասենք ժամը անգլերենով։ What time is it? Ժամը քանիսն է։ Տեսնենք նախ ինչ է գրված աջ կողմի կանաչ դաշտում։ I can tell the time and talk about my after school activities. Ես կարող եմ ասել ժամը և խոսել դպրոցից հետո իմ զբաղմունքների մասին։ Ինչպես միշտ սկսում ենք բանավոր առաջադրանքից, կարդանք հարցերը, օրինակներ բերեմ, իհարկե պետք է սրանց պատասխանները ինքներդ կազմեք, բայց որպես օրինակ մեկական նախադասություն ես կասեմ։ Activity 1. Discuss the questions in pairs, groups. Քննարկեք հարցերը զույգերով կամ խմբերով։ 1. Do you use a watch? Why? Why not? Օգտագործում ես ժամացույց։ Ինչու՞, ինչու ոչ։ Պատասխանները կարող են տարբեր լինել։ Օրինակ, No, I don't. I use my phone to check the time. Ոչ, ես չեմ օգտագործում, ես օգտագործում եմ հեռախոսը ստուգելու համար ժամը։ Կամ կարող է լինել Yes, I do. Այո, ես օգտագործում եմ ժամացույց։ Հաջորդը How many hours do you spend on your after school activities and why? Քանի ժամ եք օգտագործում դպրոցից հետո ձեր զբաղմունքների վրա և ինչու։ Նորից անհատական պատասխան պետք է լինի։ Իմ օրինակը I normally spend 2 hours on my after school activities. I go to chess lessons. Ես սովորաբար օգտագործում եմ 2 ժամ դպրոցից հետո զբաղմունքներիս վրա։ Ես հաճախում եմ շախմատի դասերի։ Հիմա անցնենք առաջ։ Խոսելու ենք ժամի մասին, ինչպես ասենք ժամն անգլերենում։ Բացեմ գրատախտակը, որ ավելի հեշտ բացատրեմ։ Ահա։ Անգլերենում ժամն ասելը բավականին հեշտ է։ Այ օրինակ, եթե հայերենում ասում ենք 3:10, առաջինը ասում ենք ժամը, 3-ը, հետո ասում ենք րոպեն, 10-ը։ Անգլերենում պարզապես պետք է տեղերով փոխենք, այսինքն նախ ասում ենք րոպեն, հետո ժամը։ Եթե բառացի թարգմանենք, կստացվի մոտավորապես 10 րոպե անց 3-ից։ Եվ ուրեմն կլինի 10 past 3. 10 րոպեն past անց 3 3. Ուրեմն րոպեն, հետո ժամը։ Մի ուրիշ օրինակ 5:20 ժամը, հետո րոպեն, անգլերենում հակառակը, րոպեն, հետո ժամը, 20 past 5, և այսպես բոլոր ժամերի համար։ Հիմա գիտենք, որ առաջին 30 րոպեն, հայերենում էլ ժամերն ասելիս օգտագործում ենք անց, բայց երբ 30 րոպեն անցնում է, մոտենում է հաջորդ ժամին, արդեն օգտագործում ենք պակաս, ենթադրենք 4-ին 10 պակաս։ Նույն կերպ ասում ենք նաև անգլերենում, պարզապես պակաս անգլերենում կլինի 2, այսինքն past-ի փոխարեն օգտագործում ենք 2։ Օրինակ 4-ին 10 պակաս։ Առաջինը ժամն է հայերենում, հետո րոպեն, նույն կերպ անգլերենում առաջինը շրջվում է րոպեն, հետո ժամը, և ստացվում է 10 to 4, 10 to 4, այստեղ 2-ն մեզ մոտ պակասն է։ Մեկ այլ օրինակ 7-ին 20 պակաս։ Շրջեցինք, առաջինը րոպեն, 20 to 7, 20 to 7։ Ընդամենը այսքանը պետք է հիշենք, առաջինը րոպեն, հետո ժամը։ Եվ մի կարևոր դետալ էլ հիշենք, ինչպես հայերենում, այնպես էլ անգլերենում։ Օրինակ 15-ի փոխարեն, 15 րոպեի փոխարեն, մենք ասում ենք նաև քառորդ։ Եվ 30-ի փոխարեն, 30 րոպեի փոխարեն ասում ենք կես։ Օրինակ 6:4 րոպե, որը 6:15 րոպեն է, կամ 6:30 րոպե, որը 6:30 է։ Նույն կերպ անգլերենում կարող ենք ասել քառորդը կլինի quarter,
Իսկ կես կլինի half։ Կառույցը լրիվ նույնն է մնում, պարզապես բառերն են փոխում։ Կարող ենք և 15 ասել, և քառորդ, և կես ասել, և 30 ոչ մի տարբերություն, պարզապես իմանանք։ Օրինակը, 6 քառորդ, նույն ինքը 6:15 րոպե, կլինի quarter past 6, քառորդ րոպե անց 6-ից։ Նույն կերպ, առաջինը րոպեն, հետո ժամը, quarter past 6։ Եթե ասենք ենթադրենք 6-ին քառորդ է պակաս, այդ դեպքում նորից առաջինը րոպեն, հետո ժամը։ Պարզապես past-ի փոխարեն կասենք պակասը, 2, quarter to 6, quarter to 6։ Մի օրինակ էլ բերենք half of, past, ներեցեք, 30-ով, այստեղ գրենք, օրինակ, 7-ից կես, նույն ինքը 7-ից 30-ը, 7-ից կես, ինչպես ասացի, կեսը անգլերենում half-ն է, half, և հետևաբար կլինի half past 7, այստեղ գրեմ, half past 7, նորից, րոպեն եկավ առաջ, ժամը գնաց ետ, half past 7, ահա, ուրեմն հիշում ենք, որ պարզապես անգլերենում առաջինն ասում ենք րոպեն, հետո միայն ժամը, նաև հիշում ենք անց անգլերենում ասում ենք past, պակաս անգլերենում ասում ենք to, քառորդը անց 15 կամ 15 պակասը, quarter, կես, ասում ենք half։ Հիմա անցնենք առաջ առաջադրանքները կատարելու։ Activity 2. Look and match the pictures with the correct time. Նայեք և համապատասխանեցրեք նկարները ճիշտ ժամերի հետ։ Example, it's 9 o'clock, ժամը 9 է, համապատասխանեցված է նկար E, ահա, ժամը 9 է, այո։ Հիմա հերթով կարդամ, բանավոր ասեմ, գրավոր տարբերակները նկարագրության բաժնում կլինեն, բայց մինչև իմ ասելը ինքներդ փորձեք գտնել համապատասխան նկարը։ Քիչ առաջ սովորեցինք ժամերը։ Առաջինը, it's half past 6, հիշում ենք half կես, past անց, դե 6 6, ուրեմն 6-ից 30, 6-ից կես ավելի ճիշտ, կլինի դին, երկրորդը, it's 3 o'clock, սա ամենահեշտը երևի, ժամը 3-ն է, 3 o'clock, ուրեմն F, երորդը, it's 24 past 8, 24, ունենք րոպեն առաջինը, 24, past անց, 8, 8, կլինի A, 8-ից 24, հաջորդը, it's 8 past 10, 8 րոպե, past անց, 10, 10 ժամը, ուրեմն 10-ից 8, որտեղ է 10-ից 8-ը, C, և վերջինը, it's 5 to 1, 5 րոպե, հիշում ենք, որ 2 նշանակում է պակաս, 1 մեկից, այսինքն մեկին 5 է պակաս, B, սա էլ այսպես, անցանք առաջ, activity 3, լսելու առաջադրանք է, listen and write down the correct time in your copybook, ուրեմն պետք է լսենք և գրենք ճիշտ ժամը տետրի մեջ, կարդանք օրինակը նախ, example,
It's 6:30 in the evening. Երեկոյան ժամը 6:30. 6:30 է։ Հիմա լսենք հերթով և կատարենք առաջադրանքը։ Գնացինք։ Listening activity 2.5. Listen and write down the correct time in your copybook. Example. It's 6:30 in the evening. 6:30 p.m. It's 2:15 in the afternoon. It's 2:15 in the afternoon. 2:15. Երկուս նանց քառորդ է։ Ցերեկը երկուսն անց քառորդ է։ 2:15. Հիշում ենք, որ գալիս ենք րոպեից հետևից։ 2:15. Երկուսն անց քառորդ։ Անցանք առաջ։ It's 2:00 in the afternoon. It's 2:00 in the afternoon. Ժամը երկուսն է։ It's 5:45 in the evening. It's 5:45 in the evening. 5:45. Գալիս ենք էլի ժամից 6. 6-ին ունենք 2 նշանակում է պակաս, quarter քառորդ։ 6-ին քառորդ է պակաս։ In the evening երեկոյան։ It's 11:25 in the morning. It's 11:25. 11:25 in the morning առավոտյան։ It's 10:30 in the morning. It's 10:30 in the morning. Half, guess, past ants, 10, 10. 10 ants, guess է առավոտյան։ Ահա, այսքանը։ Անցնենք առաջ։ Activity 4. Look at the after-school clubs, listen to the conversations and fill in the blanks. Նայեք դպրոցից հետո խմբակների նկարներին, լսեք խոսակցությունները և լրացրեք բաց թողնված դաշտերը։ Հիմա կլսենք, տեքստը կթարգմանենք, որ կարողանանք լրացնել, բայց մինչև լսելը կարդանք ինֆորմացիան։ Ուրեմն, սկզբում ունենք conversation 1, առաջին խոսակցության ինֆորմացիան այստեղ է։ Առաջինը Robotics Club, ռոբոտաշինության խմբակ։ Տեսնենք, թե երբ է։ Days, օրեր, Monday and Wednesday, երկուշաբթի և չորեքշաբթի։ Ունենք time, ժամը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը։ Այս պարագայում մեզ պետք չէ սա։ Հաջորդը Chess Club, շախմատի խմբակ, օրերը days, Tuesday and Thursday, երեքշաբթի և հինգշաբթի, սրանք ֆիքսենք, որպեսզի խոսակցության մեջ հասկանանք, թե որ օրերի և որ խմբակների մասին են խոսում։ Առաջին խոսակցությունը Նարեի և Ջեքի միջև է լինելու, բայց նրանք խոսելու են նաև Թեոյի մասին։ Conversation 2, երկրորդ խոսակցությունը Art Club, արվեստի խմբակ, Days, օրերը Monday and Thursday, երկուշաբթի և հինգշաբթի, Cooking Club, խոհանոցային խմբակ, օրերը Days, Tuesday and Friday, երեքշաբթի և ուրբաթ։ Այս խոսակցությունն էլ Ռոզի և Ադելի միջև է լինելու։ Հիմա լսենք, թարգմանենք և հասկանանք, թե ինչ խմբակների են նրանք հաճախում։
Hello, Nare. Is chess club today? Բարև, Նարեկ։ Շախմատի խմբակն այսօր է։ No, Jack. Today is Monday. Ոչ, Ջեք, այսօր երկուշաբթի է։ Teo has robotics today. Theo has robotics today. Theon այսօր ռոբոտաշինության դաս ունի։ Chess club is on Tuesdays and Thursdays. Շախմատի դասը երեքշաբթի եւ հինգշաբթի է։ We go together. Remember? Մենք միասին ենք գնում, հիշում ես։ Right. Ճիշտ է։ Conversation 2. Երկրորդ խոսակցությունը։ Hi, Rosie. What day is art club? Բարև, Ռոզի, արվեստի դասը երբ է, որ օրն է։ It's on Monday and Thursday. Երկուշաբթի եւ հինգշաբթի։ I love it. Ինչ շատ է դուր գալիս այն, ես սիրում եմ այն։ And I love the cooking club. Իսկ ես սիրում եմ խոհանոցային խմբակը։ I go every Tuesday and Friday. Ես գնում եմ ամեն երեքշաբթի եւ հինգշաբթի։ Listening at Վերջ։ Հիմա հետ վերադառնանք։ Եվ տեսնենք։ Այսպես ներքևում 1-ից 5 նախադասություններ ունենք, որտեղ բաց դաշտ կա, պետք է լրացնենք։ Առաջինը Nare has on Tuesday։ Տեսնենք, թե Նարեն առաջին խոսակցության մեջ երեքշաբթի օրը Tuesday ինչ խմբակի էր հաճախում։ Chess club։ Ուրեմն Nare has chess club on Tuesdays։ Հաջորդը Jack has նորից առաջին խոսակցության մեջ again on Tuesdays նորից երեքշաբթի օրերի։ Հիշում ենք, որ Նարեն էլ Jack-ն էլ միասին էին հաճախում շախմատի խմբակ։ Ուրեմն նորից Jack has chess club on Tuesdays։ Հաջորդը Theo has առաջին խոսակցության մեջ Նարեն ու Jack-ը խոսեցին Theo-ի մասին, ով երկուշաբթի օրերին ռոբոտաշինության դասերի էր մասնակցում։ Ուրեմն Theo has robotics club on Mondays։ Չորրորդը Rosie has on Thursday։ Այստեղ տեսնում ենք Thursday հինգշաբթի օրը Rosie ինչ ունի։ Art club։ So Rosie has art club on Thursdays։ Եվ հինգերորդը Adele has on Fridays։ Տեսնենք ուրբաթ օրը։ Ինչ ունի Adele-ը cooking club։ So Adele has cooking club on Fridays։ Անցանք առաջ։ Activity 5. Listen and write down the correct name in your copybook. Նորից պետք է լսենք, բայց այս առաջադրանքի համար անունները պետք է գրենք բաց թողնած դաշտերում, այսինքն պետք է ֆիքսենք, թե ով ինչ խմբակի է հաճախում։ Ուրեմն նախ կարդանք նախադասությունները, առաջինը has chess club on Tuesdays and Thursdays։ Ինչ որ մեկը ունի շախմատի դաս, շախմատի խմբակ, երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին։ Պետք է ֆիքսենք, թե ով։ Երկրորդը has robotics club with Theo։ Ինչ որ մեկը ռոբոտաշինության դասեր ունի Theo-ի հետ։ Տեսնենք, թե ով։ Հաջորդը also plays it online with Nare։ Ինչ որ մեկը խաղում է դա online Nare-ի հետ։ Հաջորդը also goes to the cooking club with Adele։ Ինչ որ մեկը Adele-ի հետ գնում է խոհանոցային խոհարարական դասերի։ Խոհարարական, այո։ Հինգերորդը thinks chess club is fun։ Ինչ որ մեկը կարծում է, որ շախմատի խմբակը զվարճալի է։ Եվ վեցերորդը can't remember what time the cooking club starts։ Ինչ որ մեկը չի կարողանում հիշել, թե խոհանոցային խոհարարական ներեցեք դասերը խմբակը երբ է սկսվում։ Հիմա լսենք, թարգմանենք, որ բարձ լինի։ Hi Ming, do you have robotics club today? Hi, Adam. Ողջույն Մինգ, դու ունես ռոբոտաշինության դաս այսօր։ Yes, Theo and I go to robotics every Monday. Այո, ես եւ Թեոն գնում ենք ռոբոտաշինության ամեն երկուշաբթի։ Փաստորեն Մինգն էր Թեոյի հետ գնում ռոբոտաշինության։ Do you have chess club today? Այսօր շախմատի դաս ունես։ No,
Chess club is on Tuesdays and Thursdays. It's Ահա, երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին է շախմատի դասը, այսօր շախմատի դաս չկա։ so fun. I love chess. Այնքան զվարճալի է, ես սիրում եմ շախմատ։ Nara and I play online chess together. Նարեն եւ ես on-line շախմատ ենք խաղում միասին։ Cool. I like playing chess. Ընտիր է, ես սիրում եմ խաղալ շախմատ։ But I also have cooking club with Adele, so I Բայց ես նաեւ խոհարարական դաս ունեմ Ադելի հետ, այնպես որ can't go to chess club. ես չեմ կարող գնալ շախմատի խմբակ։ What time is the cooking club? Երբ է խոհարարական դասը, որ ժամին։ I cannot remember. Let me look at the schedule. Նայենք դասացուցակին։ Ահա, սա էլ այսպես հիմա հետ վերադառնանք։ Առաջինը։ Ուրեմն շախմատի խմբակ այցելում էր Jack-ը Նարեի հետ։ Ուրեմն Jack has chess club on Tuesdays and Thursdays։ Երկրորդը, ինչ որ մեկը Theo-ի հետ ռոբոտաշինության դասերի էր գնում։ Զրույցից հասկացանք, որ Ming-ն էր։ Ming has robotics club with Theo։ Երրորդը նաև on-line շախմատ է խաղում Նարեի հետ, նորից Jack-ն էր։ So, Jack also plays it online with Nare. Հաջորդը։ Also goes to the cooking club with Adele. Ով էր Ադելի հետ միասին գնում խոհարարական դասերի, խոհարարական խմբակ։ Ming-ը։ Ming also goes to the cooking club with Adele. Հինգերորդը, ինչ որ մեկը կարծում էր, որ chess club-ը զվարճալի է։ Դա Jack-ն էր։ Jack thinks chess club is fun. Եվ վերջինը, ինչ որ մեկը չի կարողանում հիշել, թե խոհարարական դասերը երբ են սկսվում։ Ամենավերջում տեսանք, որ Ming-ը չէր կարողանում հիշել ժամը։ Սա էլ այսպես պատասխանները նկարագրության բաժնում կլինեն։ Ահա, տեսնենք ինչ ունենք այստեղ։ 6-րդ առաջադրանքը speaking է։ Ահա։ 7-րդ առաջադրանքը եւս բանավոր կատարելու առաջադրանք է։ Ուրեմն այսօրվա համար այսքանը, եթե ունեք հարցեր, խնդրեմ գրեք, սիրով կպատասխանեմ։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ հոլովակի ժամանակ։ Have a good one.